Լույսը շատ բարի է, թանկագիներս, լավ ու հրաշալի օր եմ մաղթում ձեզ, սիրենք Տիրոջ խոսքը, կարդանք Տիրոջ խոսքը, ապրենք Տիրոջ խոսքով, հաստատվենք Տիրոջ խոսքի վրա։ Շարունակում ենք մեր թեման Աստծո խոսքից, հավատքից, որտև հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Դա այնքան կարևոր է մեր կյանքերում, սիրելիներս։ Կարդում եմ Եբրայեցիս 11-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով հաստատվեցան, որ չերևացողներիցը այս տեսնվողները եղած են։ Հալելույա, հրաշալի խոսքեր են, սիրելիներս։ Տեսեք, մենք հիմա տեսնում ենք շատ տեսանելի բաներ այս աշխարհում։ Դա ամենը սկզբից անտեսանելի է եղել եւ հավատքով է եղել։ Այս աշխարհները Աստծո խոսքով հաստատվել են։ Ոնց է եղել? Ծննդոց առաջի գլուխը իրական է, սիրելիներս, մենք պետք է հավատանք դրան։ Անտեսանելի Աստված անտեսանելից ամեն բան տեսանելի սարքեց եւ հաստատվեցավ։ Չերևացողներից տեսնվողները եղած են։ Աշխարհը, փիլիսոփաները, աթեիստները ամեն բան կասեն, այս սրանից եղավ, նրանից եղավ, իսկ ինձ եւ քո համար հավատքով ենք իմանում, որ աշխարհները ինչով Աստծո խոսքով հաստատվեցան։ Աստծո խոսքը կենդանի է եւ զորեղ է։ Նա իր զորության խոսքով ամեն բան բռնում է։ Եբրայեցիս առաջին գլուխն է ասում։ Սերնես, այս ամեն բանը Աստծո խոսքով է եղել։ Ծննդոց գիրքը իրականություն է, սիրելիներս։ Չլսենք զանազան տարբերակներ, չէ, սիրելիներս, դա մերը չի։ Մերը հավատն է։ Եվ հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով հաստատվեցան։ Ամեն ու ամեն։ Հրաշալի օր բոլորիդ։